1988 դեկտեմբերի 7-ին դաժան արհավիրքը ավերեց Հայաստան աշխարհի առավելագույն մասը։ Այդ արհավիրքի զոհը դարձավ նաև Լենինականը, Գյումրին ավերվեց ողջ քաղաքը, վերածվեց մոխրակույտի։ Գյումրիի ավերածության երկրաշարժին է նվիրված Գագիկ Կարապետյանի «Դժոխք» պոեմը։ Հեղինակը տեսել է իր քաղաքի ավերածությունը, հոգու առնականությամբ ու տոկունությամբ սատար է եղել հազարավոր մարդկանց, լսել է նրանց ձայները և ձեռք մեկնել փրկելու նրանց կյանքը։ Պոեմը գրված է պարզ ու անպաճույճ խոսքերով։ Ընթերցողը յուրաքանչյուր տողի մեջ կտեսնի հեղինակի ապրումներն ու զգացմունքները, նրա լավատեսական ցանկությունները։ Գյումրին պիտի կառուցվի և դառնա հրաշալի քաղաք իր ավանդույթներով, սովորույթներով։ Պիտի վեր հառնեն նորանոր շենքեր, էլի պիտի հնչի գյումրեցու ծիծաղն ու երգը, նրա հավիտենական ճանապարհի խնդության երգը։ Գագիկ Կարապետյան, «Դժոխք», կարդում է Հանրապետության ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը։ Աշուն, աշուն, ինչ աշուն էր դեղնաշղարշ ծիծաղներ էր շառավիղում դաշտերի մեջ, և կարկատում լեռներն իրար նախշուն, բերք ու բարիք հարարողին ազատություն էր շնորհել Աստծո նման, և շեներում կնունք ու ծես էր ստեղծել էր հարսանիքներ, ծեսեր, սիրո և երկունքի, մահը մարդուց հեռացրել, նոր ծնունդ ու խինդ էր լցրել ամենուրեք։ Ինչ հրաշք էր աշունը այդ, ինչքան ճոխ էր ու բերքառատ, աշունը երգ, աշունը խինդ ու մաքրություն, յոթվերկ վանքում նոր ծնունդի ու կնունքի պսակումի թագադրման օր էր լինում, և խնդությունն էր ծովանում էր։ Չէինք զգում աշնան վերջին, ձմեռնամուտն ինչպես է մեզ դիմավորում, չէինք զգում, որ գալու է ժամանակը արհավիրքի, չէինք զգում, որ ձմեռ ենք մենք տեսնելու առանց ձյունի, չէինք զգում, մեր ծիծաղը պիտի փոխվի լացուկոցի։ Եվ առանց ձյունի արհավիրքն եկավ, գուցե երկնքից, գուցե մի դաժան դժոխքից փախած բիրտ անօրենից, խեղված ուղեղի մտքերով դժնի չարակամորեն երկիրն ավերեց հայոց աշխարհի, և խեղճ, անճարակ և արդարամիտ մայրը հուսահատ այսպես բարբառեց. տունդ քանդվի։ Եվ բիրտ սատանան Աստծուն հանդիպեց, սատանան անկուշտ արյունաշաղախ աչքերը հառած Աստծո դեմքին նայեց քրքջաց, Հայաստանի աղն է Գյումրին, հանճարների տունն է Գյումրին, բա սատանան ոնց համոզեց։ Հետո նրանք պայման կապին մեկ-մեկու հետ չարիք սարքել ու կանգ առան ձմեռային օրվա վրա, դե որ 7-ը շատ հարմար էր այդ քաղաքին, թիվն էլ դրին 7-ի վրա։ Ով էր անիծել, դժվար է ասել, որ ավեր դարձավ քաղաքը Գյումրի, ու սևով գրվեց 88 թիվ, դեկտեմբերի 7, և ժամն էլ պաղեց 11:41-ին։
47 վայրկյան ու չդիմացավ ահեղ խնեշի աշխարհագործան 12 բալին։ Մի ահավոր ու սև ձմեռ եկավ անձյուն աղետալի ու ավերեց երկիրն հայոց դեկտեմբերին։ Ախ Տեր Աստված, ինչ էր արել 7 վանքերի քաղաքն արդյոք, իր փրկության ու օջախի ազատության համար է նա մոմեր վառել 7 վերք վանքում։ Ձեռքերը միշտ վերև պարզած առ Աստված քեզ, քո օրհնությանն է սպասել արդարամիտ։ Արդարամիտ աղոթել է վեր Աստված փրկությանդ սպասելով։ Այդ առավոտ 7 վերք վանքում մամիկներն ու տատիկները մոմեր էին վառում անձայն ու աղոթում Տեր Աստծուն, խաչակնքում ի թողություն 7 մեղքերի, փրկյա դու մեզ վերին Աստված և մի տանի մեզ փորձության։ Աղոթելով ծունկի իջնում ու բարձրանում, Տեր Հիսուսի ոտքերն էին լուր համբուրում։ Բայց այդ օրը Աստված նայի սևը սրտին, ինքն էր փնտրում իր Աստծուն։ Այդ առավոտ սովորական օր չէր կարծես, ձմեռային օր էր հեղձուկ ու տաղտկալի։ 7 վերք վանքի զանգերն էին հնչում այնպես խուլ ու անկար։ Այդ առավոտ աղջամուղ էր, մառախլապատ, տոտ, հեղձուկ օր։ Մարդիկ անոք գնում էին իրենց բանին։ Մեկը մի փունջ ծաղիկ առած շտապում էր ծննդատուն աչքալույսի, մեկն իր մանկան ձեռքը բռնած շտապում էր մանկապարտեզ, մեկն էլ անուշ իր թոռնիկին թռցնում էր ու երգ ասում, մեկն էլ ջահել սիրով տարված հեռաձայնում էր սիրածին։ Եղավ մի պահ, շներն հանկարծ կաղկանձեցին ու ոռնացին գայլի նման, մկներն ելան իրենց բնից փախուստ տվին ու գնացին, օրն ուրիշ էր, ուրիշ մի վերք ամբուժելի։ Այդ առավոտ օրը օր չէր սովորական, ժամեր եկան, ժամեր անցան, կարծես իրար լուր ծանրացան, այդ առավոտ գաղթագողի մոտենում էր տարաժամը, հանկարծակի և աննկատ իջան սև մութ ամպեր, ջինջ քաղաքի ճակտին դիզվան ու սև քամին դիպավ ամպին, սև թևերով ամպը բերեց ու տարածեց մի սրտ խառնոց, ու գետինը ճռռաց լացով ու հեկեկաց, ուժգին ձայնով ոռնաց ահեղ վախը սարսուռ, փլթփլթոցով եփվեց կարծես սև մանանան, օղը ելավ ալիք, զիլ աղմուկով շարժվեց առաջ ու ետ եկավ, սրբեց, տարավ ու ավերեց բյուր երազներ։ Քաղաքի բիբը ահից լայնացավ, ճակ տվեց սիրտը։ Եվ այդ պահին մաքուր սրտեր ճակճկվեցին ու լայնացան բիբերն անուշ հայացքներում, ու մի քաղաք ամբողջ ձայնով ճչաց երկչոտ, ժաշկ է, փրկվեք։ Քառասունյոթ վայրկյան թռել էր անցել, քաղաքը չոքեց։ 47 վայրկյան և հազարավոր կյանքեր նախլեց, 47 վայրկյան և ամբողջ ուժով ոռնաց մի քաղաք, 47 վայրկյան լուռ խորտակվեցին 1000 երազներ, 47 վայրկյան և որփացած էր ժողովուրդն հայոց,
որերորդ անգամ և քանի եղեռն ժանտ թուրքի ձեռքով, այս էլ բնության խեղանդամ մարդու մտքի անեծքով։ Ինչ լինելու էր, եղել էր արդեն, Լեննականն ընկավ, Գյումրին ցնցվեց, բայց կանգուն մնաց, նորը քանդվեց, հինը մնաց կուռ։ Բնությունն արդեն իր ուժն էր փորձել որերորդ անգամ հայի ողնաշար սյուները ջարդել ու համատարած մահ ու ավեր է քաղաքով սփռել։ Տեսանք նոր եղեռն, մարդիկ խենթացած վազում են կանչում այստեղ ու այնտեղ, որտեղ է արդյոք իրենց երեխան, մարդիկ այլայլված գոռում են ճչում, աղաղակելով վազում խենթացած այստեղ ու այնտեղ, ոմանք էլ ցավով ու սարսափահար իրարու ձայնում, ինչ է կատարվել։ Մեր մայրերն այդպես չէին օրորել մեր օրորոցը, մեր մայրերն այդպես չէին դառնացել ու վշտից ցնդած ամբողջ կոկորդով չէին գոռացել, ինչպես այդ օրը։ Մեր մայրերն այնպես ունեին մաքուր կապույտ երազներ այնպես ճերմակ ու թովիչ, ծովահարսի պես։ Սիրասուն մայրեր այնպես էին ուզում այդ օրը գրկել իրենց զավակին, բայց փոխարենը նրանք գրկեցին մութ համատարած մոխիր ու ավեր, օկին մազերը և կուրծ գցեցին, ձեռքերը պարզած վերև երկնքին, մրմուռ լացեցին, երգեցին ցավից, ձեռքերը հառած անաստված Աստծուն։ Դժոխքի օր էր այդ օրը նրանց, և մղձավանջ էր, և սուգ էր ու լաց։ Աղետի գույժը վարկյանում անցավ երկրե երկիր, և մի սարսուռ ու ջերմություն անբնական լցվեց ամեն մարդու հոգում, և երկիրը դարձավ հանկարծ աշխարհացունց, և ազգերի աշխարհաշեն միտքը ցոլած, հազարագույն արեգակի նման պայծառ, սատարումի ու օգնության։ Եկան, բյուր եկան, հուզագարով ու մարդասեր և չինացին, և լիտվացին, և ռուսը, և սերբացին, և վրացին, հույնը սիրով, և ղազախը, ուկրայնացին, ֆրանսացին, գերմանացին, անգլիացին, ազգեր, ինչ քաջությամբ ձեռք մեկնեցին, որ մեր ազգի լուսաբացը այսուհետև չխավարի։ Շատ ազգեր եկան, տեսան քաղաքը, հուզվեցին, լացին, այդպես հեշտ բան չէր սադայելական դժոխքում լինել։ Մարդիկ վշտի մեջ մաս հավաքում մասունքներն ազգի ու տեղադրում սայլակի վրա ու տանում էին նոր գերեզմանոց հողին հանձնելու։ Ինչ գերեզմանոց։ Քաղաքը արդեն գերեզմանոց է, բաց գերեզմանոց բաց երկնքի տակ։ Համայն մարդկության հեռուստացույցի էկրանի առաջ մի զարհուրելի անթաղ թանգարան, և քաղաքի մեռելային լռությունը ծածկեց մարդկանց սրտերը սուգ մղձավանջով ու լռություն։ Լռությունը անասելի քար էր դարձել, աղեկտուր ձայներ էին լուռ մոխրացել։ Լուսադեմին քամութևին, մեր հասցեով մահվան համբույր, կարմիր անձրև սև քաղաքին, փառք Արարչին, որ չջնջեց նա հիմնովին, ազգ ու ցեղը շեն քաղաքի, փառք Արարչին, որ ընդունեց երկինք թռչող բազմահազար հոգիները, մեր համբարձված հոգիներին նա պարգևեց աներազգ քուն վերերկրային, հավիտյանս հավիտենից։ Ինչ ազգ որ ուզես, մեր մեռելանոց քաղաքը լցվեց, ով էլ մնացել, լավ էր չմնալ, ով էր անիծել։ Չռված աչքերով գյումրեցի մի ծեր, իրեն շոշափում ու չէր հավատում, կենթանի է թե իրեն է թվում,
Ամբողջ քաղաքով խեղճ կրակ մարդիկ իրենց շոշափում, միթե ապրում են ու պիտի շնչեն, այսքանից հետո ինչ պիտի անեն, այսքան վշտերի ցավերից հետո դեռ պիտի ապրեն։ Եվ զարմացած շուրջներ նայում երկինք խաչակնքում և արտասվում աղեկտուր աղաչանքով, Տեր, մեր գլխին այս ինչ բերիր, ինչ հանցանք ենք գործել, ասա։ Ձայներ էին գալիս այսպես ամեն կողմից միախառնվում ու բարձրանում երկինքն ի վեր։ Ինչ սոսկումով օրը մտնեց, ողջ քաղաքը պատանքի մեջ պատսպարեց։ Մութ անգութ, մութ անծիր Գյումրին ծածկեց։ Սակայն մարդկանց ճիչն առաջը և անվերջ էր ու չեր մարում, ճիչեր էին իրար գտնում աղերսանքով, եկեք, փրկեք, փլված չենքի գերեզմանի տակից հանեք միակ որդուս, մեկն էլ կանչում էր աղջկաս, մեկը տատիս, մեկը հորս ու մայրիկիս, ու շվարած ու քարացած, իրար նայում, մերդ լռում ու իրար գրկում, ախ երբ պիտի դաժան օրը գնա հեռու և լուսանա։ Օրը լուսացավ, Գյումրեցին երբեք չէր եղել այդպես, խելագարվել էր խելագարվածը կրկնակի անգամ, ցնորքի մեջ էր բարին, արդարը, իր հոգու հետ և իր հոգու մեջ, և մոլորվել էր նաև ճարտարը։ Իր միակ որդուն գտել էր կարծես ցնորված մի մայր, ձեռքերը պարզել ու պար էր գալիս, ծիծաղում, կանչում, գտել եմ որդուս, դժոխքից գտել։ Եվ շուրջը նայեց, տեսավ 7 վերքի գմբեթներն երկու ընկել են գետին, տեսավ իր դիմաց ամենափրկիչ տաճարն Աստծո գետին տապալված ու կանչեց, Աստված, Աստված ոխերիմ, դու այս ինչ բերիր մեր անճար գլխին։ Տեսավ անհամար շենքեր ավերված, որոնք դարձել են բլուր գերեզման ու հոգոց հանեց, ում պիտի պատմեր Գյումրի քաղաքի դժոխքի մասին։ Աստված չներեց և այս անգամ էլ մեզ չխնայեց, մեր շատ խելացի շինարարները բարձրահարկ շենքեր քաղաքում սարքին, դեռ մի ղեկավար թուք ու թղթերից Փարիզ էր սարքում, Փարիզ չտեսած, ու թուք ու թղթից թքած կպցրած բարձրահարկերը շաղախված խճով տուփերի նման թափվեցին ներքև։ Ու Երևանը մինչ կմտածեր, թե մեծն ազգին ոնց պիտի ասի Զուլումի մասին, վրաց եղբայրներ Գյումրիում արդեն կյանք էին փրկում։ Այդ օրն էլ ապրեց իր վերջաբանը, մահվան սարսափը սառն ու սևերից թևերը փռեց քաղաքի վրա, ցուրտ քամի փչեց, փոշի բարձացավ, դիահոտ շունչը խփեց դիմախառն, ինչպես սև մաղձը ծանր չորացավ մարդկանց կոկորդին, դիակապտության իրիկունն իջավ։ Իրիկունն առավ հոգնատանջ մարդկանց կրակի շուրջը բոլորված մարդիկ մերթ խոսում էին ու մերթ էլ լռում, թե ում են գտել և ում են թաղել, մեկը ասում էր, չեն տեսել արդյոք իրեն կնոջը, մեկը երեխին, մյուսը մորը, իրարու անվերջ հարց ու փորձ անում, արդյոք չեք տեսել այսպիսի մեկին ու նկարագրում անվերջ ու անվերջ։ Ու հետո ինչպես ռազմի դաշտում, վշտեր փարատող օղին է շրջում, հետո դեղահապ, տարբեր գույների ու նորից օղին, կոկորդում կանգնած դիահամերը փոխում էր էլի, ձեռք ու ոտքերը թմրում էր մարդկանց ու ծանրանում էր ինչպես կապարը, բայց գլուխը ոչ,
ուղեղը արթուն ու պրծում չկա, լեղի են շնչում։ Արևամուտ էր, սև ամպի նման սևագրավների երամը պատեց երկինքն ու երկիր։ Այսքան շատ ագրավ ոչ մի գյումրեցի քաղաքի վրա երբեք չէր տեսել։ Վայ տվեք, կռնչացեք այս սև ագրավներ, վայ տվեք, կռնչացեք այս սևապսակ քաղաքի գլխին, գուցե ձեր վայով կռոցով պրծնենք քաղաքին պատած դժբախտությունից, հա կռ այ ագրավներ, հա թռ ու կռ այ անոթիներ, մի հանեք մեր սև աչքերը, հա թռ, հեռացեք մեզնից, թողեք տանենք մեր խաչելուռ, այ ագրավներ։ Ժամը ուրիշ էր և անտանելի պահը անարգված, պահը խենթացած շրջում էր շրջում Գյումրի քաղաքի փողոցից փողոց, քաղաքը իրոք մեռելանոց էր դիակներով լի։ Փողոցից փողոց մի մեծ բեռնատար դիերով բարձված շարժվում էր առաջ և լացակումած մեկը ձայն տվեց, «Հոնես ջան, կամաց քշե մաշինեն, մարդիկ գժված են, կքարկոծեն մեզ»։ Ինչպես օրենքն է այս փուչ աշխարհի, ցերեկից հետո գիշեր է գալիս, գիշեր սարսուռի, լսվող տնքոցի և աղերցանքի ձայները լռեց, ողբի ալիքը տերևների խուլ մեռած ու դեղնած շրշյունը բերեց, վշշյունով թափեց վշտից ցամաքած քաղաքի սրտում ցուրտը սաստկացավ։ Առավոտ լուսո մի վարժ տիրացու հայացքը հառած աղոթարանին երգ էր մրմնջում։ Տեր ողորմյա էր տիրացուն կարդում, փրկյա մեզ չարից։ Սևավոր մարդիկ տարիքներն անհայտ իրենց գլխարկները ձեռքերում բռնած, ծունկի էին իջնում, ձայնակցում էին, փրկյա մեզ չարից։ Ծունկի էր իջել դիաշարքի մեջ մի դալուկ աղջիկ, աղաց մանչուկի մազերն էր շոյում ու լուռ հեկեկում, զույգ կրակոցներ դեպի երկնքին արին դիվահար, վախից ցամաքեց սրտերը մարդկանց, աղոթքը լռեց, չորս կողմից մարդիկ վազեցին, տեսան մենակ Սաքոյին, ծոեդի ինչ եղավ, ընչի կրակիր, Աստծուն կրակի, մռնչաց Սաքոն, օջախս մարեց, մենակ մնացի։ Եվ արցունքների հեղեղը թափվեց նրանց աչքերից բոլորի, ում աչքերը, որ արցունք չէր տեսել, արցունքով լցվեց հույզերով ու մղկտանքով, և ողջ քաղաքի, ամեն շենի մոտ, ամեն փողոցում լաց էր վայնասում, ու աղերսանքի արցունք էր թափվում, արցունքի ծով էր քաղաքը դառնում։ Այստեղ այնտեղ լալիս էին մայր ու մանուկ, մեկը ցավից, մեկն իր խեղճի կեղեքումից, մեկը հույսից հուսահատված, ամեն մեկը հարազատին նոր կորցրած, լալիս էին իրար գրկած և անծանոթ և ծանոթներ և օտարներ, իրար գտած հույզի ծովում խառնված իրար, ձեռքերն էին վեր բարձրացնում և աղաչում Տեր Աստծուն, տուր փրկություն։ Մեր հանճարներից մեկը շատ ցասկոտ Շիրազանունով, Դանթեին էր նա տանում դեր զոր եղեռնը տեսնի, վարպետ, տես հիմա, վերևից նայիր քո աղու հացին, տես թե ինչպես է դժոխքը լինում Դանթեականի, սևակին կանչիր թող նա էլ տեսնի, ինչպես է լռել զանգագատունը, կոմիտասները երգում են պարում դժոխք քաղաքում, շրջան են կազմել, բռնել թռնում են Գյումրվա պարը,
թատրոնի առաջ նստած խորում է գյումրեցի ավոն, մեծ բանաստեղծի արձանը կարծես լուր արտասվում է, նորից քաղաքի ճակտին են դիզվել սևում ու տամպեր, և քարավանը լուր շարան ուլունքի նման գնաց մայրամուտ, վեր կացայ վարպետ, նորից երգում են դլեյ ամանը։ Մեծամեծ մարդիկ իշխանավորներ տարբեր ազգությամբ քաղաքը տեսան, եկան գնացին, այդքան շատ որբեր ու դժբախտ մարդիկ նրանք էլ տեսան, մեծ դժբախտություն այսպիսի չափի, ինչպես կարող է այս ազգը տանել, այսպես զարմանում մտորում էին, որ կա աշխարհում այսպիսի բաներ, այսպիսի չարիք, անհամար վերքեր չբուժվող նույնիսկ դարերով, հասկացան նաև, որ ողբերգությունն ազգություն չունի, և պետք է կիսել ինչեր որ լինի, այսպես շարունակ եկան գնացին, տեսան դժոխքը մխիթարեցին, ու մի ամբողջ շեն իրենց վշտի հետ մենակ մնացին, ուսերին ընկավ մի մեծ ծանրություն, անհաղթահարելի մի ծով որբություն, մի ծով դժբախտներ մնացին իրեն ծով դարդերի հետ, եկան գնացին ու չմոռացան, պիտակ էլ դրին բոլորի հոգում անվերջ ծխացող աղետի գոտի։ Եկավ Գյումրի թախիծով լի հռչակավոր մեծ երգիչը, Աստվածատուր Ազնավուրը, տեսավ դժոխքն ու զարմացավ, նայեց, լացեց և կուչ եկավ սրտի ցավից, ողջ քաղաքը նայեց, տեսավ, հոգին այրվեց, և իր հոգով մոմեր վառեց յոթվերկ վանքում ու հեկեկաց, խաչակնքեց ու կարոտով մխիթարեց հող հայրենին, իրեն ծնած հայոց ազգին, որբուկներին գրկեց, լացեց ու համբուրեց սիրագորով ու նվիրեց ժամացույցը ջինջ աչքերով որբ Արմանին, Արման մանչս, երբ մեծանաս, մեծ մարդ անշուշտ պիտի լաս։ Ինչ մաքրությամբ և ինչ սիրով Աստծո պես եկավ հասավ Մայր Թերեզան սիրակարոտ, մայրական ջերմ սուրբ ձեռքերով ողջագուրվեց որբուկներին և ձեռքերով, նուրբ ձեռքերով հանեց նրանց սև դժոխքից, հույս ու արև լցրեց գութով մեր աղետյալ քաղաքի մեջ, որ մեր Գյումրին նորից ծաղկի ու շենանա։ Աշխարհաշեն, աշխարհազոր ամենաջերմ հոգով եկան մարդիկ հող հայրենին ջերմացնելու, իրենց սրտի, իրենց հոգու բարությունով դարձան անկեղծ, մեր վերքերին սպեղանի, աչքերը լի արցունքներով, մեր վիրավոր հոգիները փարատեցին իրենց խոսքով, գործով իրենց, ու հառնի պիտի մոխիրի միջից մեր քաղաք Գյումրին, շիրակում ծնված այդ հողի մարդը պիտ մխիթարվի, զմրուխտե ափեր, կանաչ ճանապարհն պիտի տեսնի, իր ծիր հանճար աղավնու նման, բարին պիտ սփռի աշխարհի վրա, հայոց աշխարհի դժվար բուժելի այս վերքի տեղը դառնալու է մի սրբատեղի, մեր անհնարին վիճակն է ծնում միայն նոր հնար, և այդ հնարով բյուր վշտոտ սրտեր պիտի միանան ու բոցավառվեն, այդ բոցի վրա պիտի տաքանան ու ապաքինվեն արտասված մարդիկ, որբ ու անտուններ բնավեր դարձած, վշտից խենթացած, պիտ վերադառնան իրենց հայրենին ու պիտի հառնի ծուխո ջախի
ու նոր ասպետներ կգան լույս աշխարհ ու կգրավեն Օլիմպոսը ծեր։ Արհեստների ու արվեստների ոսկե քաղաքը կծաղկի նորից զիլ զրնգոցով, կլսվի նորից մուրճի թխկոցը զիլ զրնգոցով, կանցնեն ձիերը ֆայտոնալեքի զիլ զրնգոցով, նորից կլսվի մարդկանց ծիծաղը, Պոլոզ Մուկուչի ծիտրուալեքի անեկդոտները կպատնեն նորից զիլ զրնգոցով, յոթվերք վանքի զանգակները կհողանջեն յուրաքանչյուր այգաբացի, ահել ու ջահել նորից կմտնեն մեր սուրբ վանքը, որ վառեն մոմեր հիշատակածը իրենց զոհերի։ Այս հողը միշտ էլ շիվեր է տվել ու զարմացրել ամբողջ աշխարհին իրենց հանճարով, ոսկե ձեռքերով մեծ վարպետների, դյուցազուններով, երգահաններով, իրենց աղ հացով եւ իր չընկճվող մարդկային ոգով։ Այս հանճարացին սուրբ հողը նորից առատ բերք կտա, Շիրակացու, մեծ վարպետի եւ Շիրազի Գյումրին նորից խոյանքներով վեր կառնի իր ճոխությամբ, եւ կանչ եղավ, նորից ծնվեց հանճարացին դաշտը Շիրակ, հանճարացին դաշտը Շիրակ, դաշտը միակ, պիտի ծաղկի վարպետների պինդ ձեռքերով, եւ լույս պիտի լինի, լույսն Աստծո ամեն մի տան հավերժական, Գյումրին նորից պիտի խոսի հավերժաբար, հավերժի հետ, հավերժական։ Սիրելի հայրենակիցներ, դուք լսեցիք Գագիկ Կարապետյանի դժոխք պոեմը, Հանրապետության ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի կատարմամբ։